Պարոն Մեսրոպյան, այսօր Զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի Նոր Գյուղ եւ Վիլաներ հայաշատ թաղամասերը եւ Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում գտնվող բնակարանի վրա ընկած հրթիռի հետևանքով 5 հայ է զոհվել, 8-ը վիրավորվել։ Հիմա հարցն այն է, որքանով վերջին շրջանում լարվածությունը մեծացավ, այնուամենայնիվ մենք չտեսանք կոնկրետ քայլեր հայաստանյան իշխանության կողմից, ինչու չձեռնարկվեցին մինչև այս պահը քայլեր։ Ձեր հարցադրումին 5 զոհ չի, այլ 4 զոհ է։ Մի հատ ծանր վիրավոր է, այժմ գտնվում է հիվանդանոցում։ Ինքը 3 զոհ էր, ցավոք սրտի, որ 4-րդը երիտասարդ աղջիկ մի հատ մահացավ։ Նոր ես կապեցի Հալեպ շտաբ օգնության տղաների հետ։ Ցավոք սրտի, որ այսօր շատ ցավալի էր։ Ահաբեկիչները երևի այն պատճառն էր, որ սկսեցին ռմբակոծել հայաշատ թաղամասերում, քանի որ Սիրիայի բանակը ներխուժել էր արդեն ահաբեկիչների գտնված վայրը, որը գոչվում է այնտեղ ասված Բստան Ալ-Բաշա, որտեղ այնտեղից էին ռմբակոծում անընդհատ Նորգյուղ եւ Վիլաները։ Սիրիայի բանակը ներխուժել է արդեն առայժմ մոտակայքում են, կարգը շրջաններ արդեն Սիրիայի բանակն է, բայց ցավոք սրտի, որ մեր համար, մեր հայերի համար այսօր ցավալի օր է, ճիշտ է շտաբ օգնությունը հասել են, վիրավորներին տեղափոխել են բոլորին էլ հիվանդանոցում, գտնվում են հիվանդանոցներում, մի հոգին է մինակ ծանր վիճակում, ներկա վիճակից, հույսով ենք, որ ամեն ինչ բարեհաճող կլինի եւ ողջարող դուրս գա հիվանդանոցից։ Անդրադառնալով երկրորդ ձեր հարցին, որ ինչի համար Հայաստանի Հանրապետությունը ոչ մի աջակցություն ցույց չտվեց։ Հատկապես վերջին շրջանում, երբ քարերին օրեցօր լարվածությունը մեծանում էր եւ երկու օր առաջ էլ ըստ էության ունեին զոհ։ Ունեինք, այո, զոհեր ունենում ենք ընդհանրապես երևի հիմա այսօրվա դրությամբ եթե բացեք Facebook-ի էջերը, արդեն սիրիահայերը բոլորն էլ գրվում է իրանց լեզվով ասած ալգը փավե, չենք դիմանում, մեզի օգնության հասեք։ Այո, ճիշտ է, պետք է հասնեին, բայց չգիտեմ ինչ պատճառներով, երևի Հայաստանը սպառված է ներկայիս իր ներքաղաքական կառավարության կազմավորման, ցավոք սրտի, որ ես սրանից առաջ ասել եմ, ելի եմ ուզում ասեմ, որ արդյոք Հայաստանի Հանրապետությունը ունի արտաքին գործոս նախարար, թե չէ։ Ես ուղղակի զարմանում եմ, մի օր կոնե արտաքին գործոս նախարարը ելնի եւ մի բան արտահայտվի Սիրիայի մասով։ Ցավոք սրտի չենք լսել։ Ոչ էլ լսելու ենք երևի։ Միակ անդրադարձողը ես այսօր գարթացել եմ եւ ցավակցությունները հայտնում է Սփյուռքի նախարարությունը։ Պարոն Մեսրոպյան, ըստ էության Սփյուռքի նախարարության քայլերը արդյոք բավարար են իրավիճակի առումով, հա, նկատի ունեմ աջակցելու, մարդկանց տեղափոխումը ապահովելու, ինչ քայլեր կարող էր անել, որ չարեց Սփյուռքի նախարարությունը նաև։ Ի վերջո այս նախարարությունը ստեղծվել է հենց սփյուռքահայերի խնդիրների համար եւ նույնիսկ այսօր չես խոսում էի Սփյուռքի եւ հայրենադարձության նախարարություն այսուհետ այն կոչելու համար։ Գիտեք ինչ, լավ հարց է, ձեր հարցադրումը։ Սփյուռքի նախարարությունը, այո, սփյուռքահայերի հետ է անմիջական կապերը, բայց Սփյուռքի նախարարությունը մենակ որպես նախարարություն ինչ կարող է անել սրանից ավել։ Ոչ մի բան։ Ինչ որ պետք է, բայց անում է այստեղ։ Եվ եթե հիմա այսօրվա դրությամբ մենք ուզենանք, որ ինչ որ Սփյուռքի նախարարության միջոցով Հալեպից տեղափոխենք այստեղ, դա բարձր որ չի լինի, եթե կառավարության որոշումը չի լինի։ Պետք է կառավարության անմիջապես լուծում գտնվի այս հարցին։ Պարոն Մեսրոպյան, այս պահին քանի հայ է մնացել կամ քանի ընտանիք է մնացել Հալեպում եւ քանիսն են այդպես վստահ եւ խնդրում աջակցություն։ Իմ կարծիքովս այսօրվա դրությամբ երևի 7-8 հազար հայություն մնացած կլինի։ Բայց ոչ բոլորն են, այո, նրանցից ցանկանում գալ Հայաստանում հաստատվել։
Հիմա 7-8 եթե եկան այստեղ, որտեղ հաստատվեն, որտեղ ապրեն մարդիկ, որտեղ քնեն, որտեղ աշխատեն, որտեղից ապրեն, այդ բոլորը մտածելա պետք չէ։ Այսօրվա դրությամբ ես չգիտեմ անցած անգամին էլ եմ ասել, 2-3 հատ մենք ունենք, որոնք սիրիահայեր են, միություններ են, դրանք են օգնում, ուրիշ որևէ մեկը չի օգնում։ Օգնության կարիք ունի այս Հալեբի ժողովուրդը։ Պարոն Մեսրոպյան, ինչով էր պայմանավորված ձեզ արտաքին գործերի նախարարության այս լրությունը եւ ինչ եք ակնկալում, որ հիմա գոնե այս պահին պետք է արվի։ Ճիշտն ասած, ես եթե պատասխանը իմանայի, արդեն գարդահայտվեի, ասեի, որ արտաքին գործոց նախարարը, ես ասում եմ, ես զարմանում եմ, որ արդյոք Հայաստանի Հանրապետությունը ունի արտաքին գործոց նախարար, թե չէ։ Սա մեծ հարցնական նշան է։ Ոչ մի արտահայտություն, մինչև այսօր արտաքին գործոց նախարարը Սիրիայի հարցով ոչ մեկ զեկույց, ոչ մեկ մեկնաբանություն տվել է։ Սա զարմանալի է ուղղակի, պետք է զարմանալ։ Վերջերս հալեպահայեր էին խոսում եւ նշում, որ յուրաքանչյուրի տեղափոխումը Հայաստան $700-800 կնստի։ Գիտեք ինչ, անմիջական հիմա օդանավ չկա Երևան Հալեբ։ Ստիպված մարդիկ պիտի կան իրենց կյանքները անվտանգի տակ տնելով Հալեբից Բեյրութ, Բեյրութից այստեղ տոմսի արժեքը օրինակի համար ասեմ որ $500-600 է։ Իսկ Հալեբից մինչև Բեյրութ հասնելը արդեն չգիտեմ ինչ գումարների հետ կախված է։ Մենակ դա չի խնդիրը, որ դեղափոխեն, բերեն այստեղ որտեղ դեղավորեն։ Այս մարդկանց որտեղ է։ Այստեղինները արդեն միտեղ հասա, որ արդեն ի վիճակի չեն ապրելու։ Մարդիկ իրենց ունեցածը ծախսում են, աշխատանք չունեն։ Ցուցիչները հայրենադարձության մասին են խոսում, պարոն Մեսրոպյան։ Դե եթե խոսում են, ուրեմն թող ցերկ մեր երկարեն։ Այդ օլիգարխիան, որ կա այսօրվա դրությամբ, այդ օլիգարխիան թող հելնի ցերկ երկարի Սիրիայերում։ Թող բնակարանների ոնց կարելի է, որ մի հատ Սիրիահայ 5 հատ բնակարան առնի եւ Սիրիահայերի նվիրատվություն անի, որպեսզի ապրեն առանց վարձքի, արդեն որերորդ տարին է, ասենք 5 տարի է, որ Սիրիայի պատերազմը կա, ցավոք սրտի եմ ասում ես, ազգային ժողովում ոչ մի օր քոնե մի հատ արտահերթ ժողով անեին, էսի նվիրված է Սիրիահայերին։ Հրավիրեին Սիրիահայերին էլ արտահերթ ժողովին, հարց քննարկվեր, մի լուծում գտնեին, թե ոնց են անելու, ինչ են անելու, բայց ցավոք սրտի այդ էլ չեղավ։ Այ հիմա արիթա, թող արտահերթ մի հատ ժողով գումարեն, ազգային ժողովը եւ որոշում առնեն, թե ինչ են անելու այս հայերի վիճակը վերջո։ Ոնց անեն, որ այդտեղի մնացածին բերեն էլի այստեղ։ Ոնց անեն, որ գալուց հետո մարդիկ ապրելու տեղ ունենան, ոնց անեն, որ այստեղի գտնվողները եւ այնտեղին եկողները քոնե մինիմում աշխատավարձքով գործ ունենան։ Պարոն Մեսրոպյան, եւ այսպես եթե ամփոփենք վերջին ձեր ունեցած ինֆորմացիան, որ ժամի դրությամբ է եւ արդյոք հրապարակությունը մինչեւ այս պահը շարունակվում։ Մինչեւ այժմ ներկայիս ռմբակոծությունը շարունակվում է եւ չգիտենք մինչեւ երբ եւ քանի հատ Աստված մի արասցե որ զոհ ունենանք էլի։ Երդասարտներ են մահացողները, ասեմ ցեզի չգիտեմ գարտացել եք թե չէ, հայր աղջիկ եւ տղա են մի հատ փոքր եւ երկու հատ մի հատ էլ տարիքոտ կին է երևի, թե անունը չի բարձվել ինչ է։